սուպեր նախարար բառից ես այդքան շատ չեմ ոգևորվում եւ չեմ էլ անհանգստանում։ Այդ սուպեր նախարար նշանակում է սուպեր պատասխանատվություն։ 8 տարի ֆինանսների նախարարությունը ներառյալ մաքսային եւ հարկային ծառայությունները ղեկավարած Խաչատրյանը ըստ դատախազության պետական պաշտոններ զբաղեցնելով հովանավորել է որդիների ու եղբորորդիների բիզնեսը։ Խաչատրյան, հանրությունը ասում է, որ չի կարող ֆինանսական բուրգը ղեկավարի մի մարդ եւ կոռուպցիայի դեմ արդար պայքարի մի մարդ, ում ընտանիք ունի մեծ բիզնեսներ, խոսքը ձեր մասին է, հա, դուք ոնց եք գնահատում դա։ Հասարակությունը նման բան չի ասում, դա դուք եք ասում եւ ուրեմն ես շատ հաճույքով կպատասխանեմ։ Ես ուրեմն շատ հպարտությամբ եմ նայում, որովհետեւ եթե ուսումնասիրեք դուք կառույցի գործունեությունը վերջի տարիներին, դուք կտեսնեք, թե ինչ մենք ցուցանիշներ ունենք, որ այդտեղ ոչ թե դուք եք գնահատում, այլ գնահատում են միջազգային կառույցները։ Այսինքն սխալման են ձեզ համարում օլիգարխ ձեր ընտանիքի համարում օլիգարխ։ Համարողներին խնդրում եմ հարցը տվեք, մեկ է ձեզ ովքեր որ հուշել են, որ այդ հարցը տակ, իրանք լավ կպատասխանեն։ Գույքի բռնագանձման գործերով անցնող նախկին պաշտոնյաներից ամենամեծ ապօրինի ունեցվածքը կուտակել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու պետ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Սրանք դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տվյալներն են, եւ Խաչատրյանների եւ Աբրահամյանների գործերն արդեն դատարանում են։ Ես հաջողվեց ձեզ, որ գրեթե բոլոր պետական կառույցներում ձեզ պատկանող յուքոմ ընկերության ցանց անցկացնել։ Այսինքն ես այնքան ազատ ժամանակ ունեմ, որ այդ ցանցը ես պետք է անցկացնեմ։ Դուք գնացեք ուսումնասիրեք, տեսեք թե պետական կառույցները այդ ցանցը անցկացնել ինչքան խնայողություններ ունեն։ Դուք մի հատ գնացեք ուսումնասիրեք, ինչ կապ ունի յուքոմնա թե ինչ որ ուրիշ ձեռնարկություն։ Վարչապետը տնտեսական աճի մասին է խոսում, բայց հասարակ մարդը իր գրպանի վրա դա չի զգում։ Ինչու՞մն է այստեղ խնդիրը ոչ։ Դե իրոք բարդ խնդիր է, թե ասեն քաղաքացին երբ կզգա ու անմիջական զգա, այդ տնտեսական աճի հետ կապված մենք գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ քայլեր պետք է անենք, որ ամեն մի գործարար դրան ուղղված քայլերը աշխարհում միջազգային փորձը դա փոքր միջին ձեռնարկություններ են, որոնք մեծ զբաղվածության տոկոս են ապահովում, մոտ 90% եւ հնայի 70%։ Այսինքն այն քայլերը, որ կառավարությունը ջանք է թափում, որպեսզի արվի, որպեսզի ամեն մի քաղաքացի կարողանա ուրեմն ինքը իր։ Դե հիմա կախված է նրանից, թե մենք ինչպիսի զարգացումներ կունենք։ Հիմա մենք կարող ենք իմանալ, որ անցած տարի փոփոխություններ արեցինք նոր ֆինանսատնտեսական քաղաքականության արդյունքում, առանձնապես խոշոր չափերի վատման եւ պաշտոնական դիրքի չարաշահման։ Ուզարկության ավարտից հետո պարոն Խաչատրյանը բերման կենթարկվի ազգային անվտանգության ծառայություն եւ դրանից հետո քննչական դեպարտամենտը արդեն իսկ կներկայացնի Իրական գործի ինչ կասկածի արդյունքում է պարոն Վանեցյան, որ իրավապահ մարմինները իրական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերի վատման եւ պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Ձեր օրինակ բիզնեսները որևիցե կապ չունեն իմ հետ։ Դատախազության վարչության պետի տեղակալը դրվագներով է ներկայացնում Խաչատրյանի ենթադրյալ հանցագործությունները։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է Multigroup կոնցեռնի տնօրեն Սեդրակ Արուստամյանից 22 միլիոն 400 հազար դոլար կաշառք ստանալու համար։ Այս գումարով է ըստ իրավապահների ձեռք բերվել Լոս Անջելեսի շքեղ առանձնատունը։ Իսկ կաշառքը ըստ դատախազի Արուստամյանը Խաչատրյանին տվել է նրա որդիների միջոցով բիզնեսը հովանավորելու համար։ Իմ որդիները միշտ առաջնագծում են, հիմա էլ այնտեղ են եւ լուրջ ծրագրեր են իրականացնում, որի մասին ցավոք սրտի չեմ կարող ասել։ Եթե կարողանամ ասել, դուք ուղղակի կզարմանաք։ Բոլոր Galaxy ընկերությունների խմբի բիզնեսները ստեղծվել է զրոյից։ Եվ բոլոր բիզնեսները ստեղծվել է մարդկային կապիտալի, ծանր աշխատանքի եւ ոչ միայն ծանր աշխատանքի, այլ ինովացիոն մտածելու շնորհիվ։ Դրա համար տենց ասել, որ Գագիկ Խաչատրյանը չէր կարող 250 միջազգային պարտներների հետ խոսել։ Եվ նա ընդհանրապես կապ չունի մեր բիզնեսների զարգացման հետ։ Նա մեր հայրն է, մենք արել ենք բիզնես գործունեություն եւ Հայաստանում այսօր ունենք 2500-ից ավելի աշխատող, որոնց միջին աշխատավարձը 400,000 դրամ։ Մենք պետական ծառայողներս հնարավոր է թերացումներ, որոշ դեպքերում ժամանակի առումով չընկալելու խնդիրներ։ Պետք է ասեմ, մեր ժողովուրդը շատ համբերատար եւ ուրեմն զգայուն է։ Ես կցանկանայի նրանց համբերություն եւ առողջություն եւ որպեսզի 2014 թվականը լինի բոլորի համար այն սպասումների տարին, որ իրականացվի։ Դատախազությունը ներկայացված հայցադիմով պահանջում է
ընդհանուր Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված անձանցից, այսպես ասեմ, պահանջում է ընդհանուր 193 անշարժ գույք, որոնի թիվը այլնի ներառում է 46 բնակարան կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են Մեգասպորտ ՍՊ ընկերությունը, Մեգա Ֆուդ ՍՊ ընկերությունը, պահանջում է նաեւ 14 շարժական գույք, 1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռք բերված պարտատոմսեր, 147.210 ԱՄՆ դոլար ավանդ, 23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 դրամի եւ 9.750 եվրոյի չափով փոխհարության պահանջի իրավունք, առանձին դրամական պահանջը այս գործով կազմում է 17.537.537.781 դրամ։ Դուք խորացեք երևույթների, ոչ թե անձերի եւ նրանց հարազատների բարեկամների։